այդ արդյունավետ դատախազական հսկողության։ Էլի շատ պարզ մեխանիզմ է, հետևողական դատախազով։ Եթե դատախազը հետևողական է գործի նկատմամբ, ես չեմ խոսում միայն ժամկետների եւ երկարացվող նախաքննությունների մասին, երկուական ամսով։ Ես խոսում եմ ամենօրյա աշխատանքի մասին, երբ դատախազը իր հսկողության տակ գտնվող գործի վերաբերյալ ունի տեղեկատվություն եւ հետևողական է այդ գործի քննության նկատմամբ, քաղաքացին չի գալու կառավարության դռների դիմաց, ազգային ժողովի դիմաց պահանջի իր գործի քննությունը։ Եվ մենք էլ ստիպված լինենք բացատրել, որ ամենազոր չէ քաղաքական թիմը եւ չի կարող իրավական հարցերի մեջ խառնվել, միջամտել։ Ինչու՞ ինձ մի անգամ չի որ մեղադրում են, եթե լրատվությունը հետևում եք։ Երրորդ խնդիրը, որը բխում է այն կողմից բարձրացված երկու այս խնդիրներից, էլի իմ անձնական դիտարկման արդյունքն է եւ շատ են ինձ հետ վիճում նաեւ իմ գործընկերները, ոչ միայն դատախազները։ Ես ասում եմ, որ մենք այլևս իրավունք չունենք գործի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու, այսպես ասած հանցագործության հաղորդման մասին իմանալու բացառապես վերբալ ապացույցներից կամ տուժողների բողոքներից։ Մենք կարծես ամբողջ այս քրեադատավարական մեխանիզմը, շատ պատկերավոր ասած, ծանրացնում ենք տուժողի կամ վկայի ուսերին։ Ասում ենք արի ցուցմունք տուր։ Լավագույն դեպքում առաջարկում ենք պաշտպանություն։ Պաշտպանությունը էլի ֆորմալ պաշտպանություն, հա, անվտանգային նկատառումներով։ Բայց 21-րդ դարում, երբ մեր ամբողջ սոցիալական կենսագործունեությունը թողնում է փաստաթղթավորված հետքեր, հիշեք առավոտից մինչ ազգային ժողովի շենք ձեր հասնելու գործընթացը, ձեր բոլոր վճարումները, ձեր բոլոր հեռախոսազանգերը, ամեն ինչը իրավաբանորեն փաստաթղթավորված, իրական կամ վիրտուալ գործընթաց է։ Եվ այս պայմաններում պահանջել, որպեսզի անձը ինքը գա եւ ստանձնի բեռ հանցագործության մասին մեզ հայտնելու կամ այդ հանցագործության արդյունավետ հաջողված քննություն ապահովելու իմ կարծիքով արդեն հին է, ժամանակավրեպ է եւ պետք է այդ մոտեցումից հրաժարվել։ Ճիշտ է, վերբալ ապացույցները կարեւոր են, բայց վերբալ ապացույցները գնալով պետք է նվազեն քրեադատավարական մեխանիզմների մեջ, տեղը զիջելով փաստաթղթավորված գործունեությանը։ Իսկ դրա համար եւ իրավական առումով եւ նաեւ տեխնոլոգիայի առումով ամեն ինչ արվում է։ Նու խոսքը չի գնում իհարկե չարաշահումների մասին, ենթադրում եմ, խոսքիցս հասկանալի է, որ օրենքով կարգավորված գործընթացների մասին է խոսքը։ Չորրորդ խնդիրը, որի մասին կցանկանայի խոսել, վերաբերում է համագործակցված աշխատանքի պակասին։ Լինում են իրավիճակներ, երբ քննիչը, էլի սուբյեկտային կազմով ասեմ, եւ դատախազը պարզապես իրար հետ չեն շփվում, չեն խոսում։ Հասարակ մարդկային ամենամեծ կարողությունը, որ մեզ տված է, չեն օգտագործում։ Եվ դա վերածվում է մի հատ երկար փաստաթղթաբանության, արդյունքում խոցելի վիճակի մեջ դնելով տուժողին։ Տուժողը ստիպված է այս երկու գերատեսչությունների թղթաբանության մեջ անընդհատ փնտրել իր հարցերի պատասխանը, փնտրելու համար վարձել փաստաբան, փաստաբանի համար վճարել, ու այսպես անընդհատ հայտնվել տեղապտույտի մեջ, մինչև կհոգնի։ Վատագույն դեպքում։ Լավագույն դեպքում կհասնի մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այդ պատճառով ես կարծում եմ, որ շատ տեխնիկական, բայց շատ կարևոր խնդիր է համագործակցված աշխատանքը ինչպես երկրի ներսում, այնպես էլ երկրից դուրս։ Խոսքը գնում է օտարերկրյա գործընկերների հետ շփումների։ Եվ այս առումով ոչ միայն ֆորմալ հանդիպումները, այլև մասնագիտական քննարկումներն եմ ես կարևորում, որովհետև մենք գործ ունենք այսօր շատ ավելի պրոֆեսիոնալ հանցավորության հետ, սպիտակ օձիքների հանցավորությունն այսօր դառնում է գրեթե իդեալական, հա, հաշվարկային մակարդակի, ֆինանսական, մաթեմատիկական, անալիտիկ, եւ այս առումով նախաքննությունը կարծես հետ է ընկնում։ Տեխնիկապես կարծում եմ սա հնարավոր է, ընդհանրապես կամք ու ցանկություն է պետք նոր բան սովորելու եւ որակի առումով զարգանալու։ Եթե այսօր մենք խոսում ենք միջազգային մեր գործընկերների կամ օտարերկրյա գործընկերների հետ համագործակցության մասին, մենք խոսում ենք փողերի լվացման մասին, մենք խոսում ենք թմրատրաֆիկի մասին, մենք խոսում ենք այդ սպիտակ օձիքների հանցավորության մասին, պարզաբանեմ ինչի եմ ասում սպիտակ օձիքների հանցավորություն, որովհետև դրանք հիմնականում շատ բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց կողմից կատարվող ֆինանսական չարաշահումներն են։ Խոսքը վերաբերում է եւ պետական մարմիններում եւ առևտրային կազմակերպություններում բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց։ Այս առումով կցանկանայի շեշտադրել մի կարևոր հանգամանք, որը վերաբերում է էլի գուցե տեխնիկական հնչի առաջին հայացքից կամ մի քիչ ավելի ռետորական հնչի։ Համագործակցված աշխատանքից բացի ես կարևորում եմ, որ այստեղ բացառվի հովանավորչությունը։ Շատ դժվար է մերժել, ես հասկանում եմ։ Շատ դժվար է մերժել փոքր հասարակության մեջ, որտեղ
Քեզ բոլորը ճանաչում են, դու ճանաչում ես բոլորին։ Շատ դժվար է դեմ գնալ այն կարծրատիպային մոտեցումներին, որ կա, հա, մենք շատ ավելի մոտ հարաբերություններ ենք աշխատում իրար հետ պահել, բայց կոռուպցիան չի դրսևորվում միայն կաշառքով, կաշառքն էլ չի դրսևորվում միայն, հա, թղթադրամը իրար փոխանցելով, եւ եթե նկատում եք գնալով այդ պրակտիկան ավելի փոքրանում է։ Կոռուպցիան դրսևորվում է նաեւ հովանավորչությամբ։ Եվ եթե հովանավորչության նպաստող պայմանները չհաղթահարվեն, սա լուրջ մարտահրավեր է օրենքի գերակայությանը, ինչն էլ իր հերթին հանձնաժողովի հետ քննարկում էինք հենց երեկ, ժողովրդավարության հիմքերը ուղղակի քայքայելու է։ Խոսել ժողովրդավարության մասին առանց օրենքի գերակայության եւ խոսել օրենքի գերակայության մասին ունենալով արտոնյալներ ու հովանավորչություն, ինձ թվում է շատ ֆանտաստիկ դատողություններ են։ 6-րդ խնդիրը, որի մասին կցանկանայի խոսել, հանցագործությունը կանխարգելող մեխանիզմները քրեական գործի հարուցման եւ քննության ֆորմալ մեխանիզմներով փոխարինումն է։ Խմբակցության հետ հանդիպման ժամանակ երկու անգամ հնչեց, եթե չեմ սխալվում, եւ Տիկին Բաթոյանը բարձրացրեց այդ հարցը եւ պարոն Թորոսյանը ընտանեկան բռնության հետ կապված խնդիրը։ Ոչ միայն ընտանեկան բռնության, այլև առօրյա մարդկանց հետապնդումների եւ մարդկանց համար ոչ ցանկալի շփումների խնդրին։ Անձը գնում է ոստիկանություն, ասում է ինձ հետապնդում են։ Ոստիկանությունն ասում է հիմք չունեմ քրեական գործարարելու, ուղարկում է տուն։ Ու սենց այնքան, մինչև մի օր մենք ունենանք Աստված մի արասցե հանցագործություն, այդ ժամանակ կհարուցենք քրեական գործ։ Ես կարծում եմ, որ այստեղ խնդիրը կանում է նրանում, որ կանխարգելման մեխանիզմն աշխատելու փոխարեն սկսում է աշխատել շատ ավելի ծանր ու թանկ մի մեխանիզմ, որը կոչվում է քրեական գործ։ Քրեական գործ բառը հեշտ արտասանում ենք, բայց դա շատ թանկ է նստում մեր հարկատուների վրա։ Ցանկացած փաստաթուղթ, որը ներառված է քրեական գործի մեջ, ձևավորվում է մեր հարկատուների հաշվին։ Եվ առանց պատշաճ կանխարգելման մեխանիզմների խոսել քրեական քաղաքականության մասին, ելի կարծում եմ ժամանակավրեպ է։ Ամենաթարմ օրինակը բերեմ, մի քանի օր առաջ համացանցում ինչ-որ տեսանյութ հապտտվում եւ հաշվի առնելով նաեւ իմ թեկնածությունը, երևի ով չալարեց այդ տեսանյութն ուղարկեց ինձ ու հարցրեց, իսկ ինչ է հնարավոր անել։ Երևի տեսել եք, հա, որ կնոջ դուռը թակում է անդադ։ Զուտ հետաքրքրության համար հարցնում եմ, ասում եմ, իսկ ինչ որ ընթացակարգեր կան, ասում են 4 թե 5 հարուցված քրեական գործ կա, ասում եմ եւ այդ 4 կամ 5 հարուցված քրեական գործը կանխել այդ մուրճով այդ դրանը խփելը ոչ։ Այսինքն մենք սխալ ենք անում։ Մենք մաղով ջուր ենք կրում։ Վերջին չարաշահելով ձեր համբերությունը 7-րդ խնդիրը, որի մասին կցանկանայի խոսել, եւ դա շատ սերտ փոխկապակցված է ուշացած արդարադատության հետ, դա պատժի եւ քրեական արդարադատության նկատմամբ մեր ակնկալիքներն են։ Առօրյա խոսակցական լեզվում, նույնիսկ եթե նկատեք, մենք էլ ենք տենց ասում ենք պետք է խստորեն դատապարտվի։ Ես մի անգամ չեմ լսել, դուք գոնե վերջին 2 տարվա մեջ, որ մեկն ասի պետք է արդարացիորեն դատապարտվի։ Հիմա կարող ենք վիճել, որ արդարությունը շատ абստրակտ եւ շատ փիլիսոփական կատեգորիա է, բայց թույլ տվեք չհամաձայնվել։ Քրեարևական իմաստով պատժի արդարացիությունը ունի 2 հստակ չափանիշ։ Պատիժը չպետք է լինի ուշացած, պատիժը պետք է լինի համաչափ։ Որպեսզի պատիժը չլինի ուշացած, քրեական արդարադատությունը պետք է լինի արդյունավետ, ոչ թե ֆորմալ, այլ բովանդակային, որպեսզի պատիժը լինի համաչափ, չպետք է լինի հովանավորչություն։ Շատ պարզ բանաձև։ Կարող է ես մի քիչ ավելի